Բարի երեգոց է բոլորին։ Բերնական աղոտքով վստեսի։ Օրտնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ ելինս ես սուրբ եղիցի ամենքով, եղես է արկայություն քո եղիցին գամ քո, որպես երկինս է վերդի, հզհաց մեր համաբազոր ու մեզ այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մեկ թող մերոց վարդավանած, և մի դանիրս մեզի փորձություն, այլ բրդյաս մեզի չարեն, զիկոյ արկայություն և զորություն և բարք հավիտյանս ավիտյանից ամեն, իմաստություն որ Իսուս, որ մեզ իմաստություն, հսվարիս խորել և խոսել և կործել առաջի քո ամենայն ժամ, իճար խորորդոց, իպանից և իքործոց բրդյաս մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս, ամեն, վրամեցեք։ Նախ բարի երեգոց և բոլորին, նաև բարի երեգո բոլորանոց, որոնք մեզ երևին այս Facebook-յան համացանցի ջանքով և այսօր որպես առաջին օրը ավակ շաբթվան, ավակ երկուշաբթի, մեր շարականի երկեցողությունը ըլլա նաև խաղական ժամերկության շարականի հատվածներեն բաժինը, որ գխոսի նաև Աստծո սիրո մասին և մեր այսօրվան շարականի երկեցողությունը նաև կապված է մեր այսօրվան սաղմոսի սերդողության հետ։ Շարականի երկենք, որ հետո անցնենք նաև աղոտքին և հետո անցնելու նաև մեր այսօրվան սերդողության։ Երևելի լույսը ստեղծեր, դիվ և գիշեր բաժանեցեր, ձակյա մեզ դերի գիշերի, ըջարակայց իմանալի, դուր ամենայն ժամանակի զբաբանող աչքով անի, զիդվնչյան երկիշերի, գացուկ կեզ պարս անլրելի, սիրո գոհուրագյանների, որ պոկեսի իհոգիս մեր սխորուր սրնից մեր մակրես է լույս գիտության քո պայլես է իգնոմահուզ մեզ արտուս է մի դսպոցով ովարես է զիդվնչյան երկիշերի, գացուկ կեզ պարս անլրելի։ Դեր Աստված մեր, դուր շնորհքը, որպեսզի մեր հոգիները օրհնաբանեն քեզ և հարաբանենք ու սուրբ անունդ։ Տուն է, որ կներես մեր անօրենությունները, կբժշկես մեր բոլորին դգարությունները, տուն է, որ կփրկես մեր կյանքը գործանումեն և կվսակես մեզ սիրովդ ու կտությանդ։ Դեր դու ողորմած ես ու կտած, երկայնամիտ և արագ ողորմությամբ, դու մեզի չես հատուցեր մեր մեղքերուն համեմատ, այլ հայրական սիրովդ կգտաս մեզի, դեր իմաստությունը դուր, որ միշտ հիշենք քու բարերարություններդ, սիրտը, որ կկոհանա քեզմով, և կյանքը, որ կփարավորե քեզ ամեն օր, հավիտյանս, ամեն։ Սուրբ Աստված, սուրբ
Վասն լսելի լինելով յարն աստծոցանի աղաչանացներոց բարեխոզության սուրբ աստվածածին և իջանելով ի վերամեր ողորմության և կրթության յարն աստծո ամենագարդեր աստվածներ գեցոյի ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա քու ողորմությանբդ և կրթությանբդ ու մանավանդ մարդասիրությանբդ նայիր մեզ մեր յուրաքանչյուրին դեր աստվածներ այնպես ինչպես անցյալին ժամանակներու լրումին աշխարհը գեցիր քու միածին որդիդ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը որուն աշխարհ կառուցող ցույց տվիր անսահման սերը հանդեպ մարդկությանը այսօր նույն խնդրանքով քեզի գտիմենք որ քո այդ սերը հայտնես մեզ մեր յուրաքանչյուրին եւ այդ սիրովդ նաեւ ցույց տալիս մեզի քո ողորմությունը եւ կտությունը հանդեպ մեղավոր մարդուն անորամարել այստեղ հավատված ներաղոտ կբարձրացնենք եւ կխնդրենք քեզ մեկ որ խոնարհեցնես քո ականջդ եւ լսես մեր աղոթքները եւ թող որ այդ աղոթքները քեզի բարձրանան խումբի նման որովհետեւ հոտ վտալով ընդունիս մեր խնդրանքը կաղոթենք եւ կխնդրենք քեզ մեր երկնավոր Հայր մանավանդ այս օրերուն համար երբ ամբողջ աշխարհը փրկած բادرազներով ու բادرազներու լուրերով տնտեսական գաղտնապներով քաղաքական անորոշությամբ ահ ու սարսափով ու մահվան դարածումով կխնդրենք քեզ որ այս զգացության մեջ համբերություն դաս իմաստություն դաս ու մանավանդ կաղոթենք եւ կխնդրենք որ հաստատում բայես մեր հավատքը Արավել եւս լեցնես մեր հոգիները սրտերը մեր ամբողջ էությունը հույսով եւ ավելցնես մեր մեծ Սուրբ Հոգի ներկայությունը եւ անով նաեւ ավելանալու մեր մեծ սերը որովհետեւ արիթով է որ ունսիր աշակերտներուդ երբ որ մարդու որդինքա մարդոց սրտերեն բիդի ցամքած լա սերը մեր աղոթ խնդրանքն է որ հոն չհասնենք Մեր աղոթ խնդրանքն է, որ մեզ հոն չհասնես, այլ մնայում մեր աղոթքն է, որ ավելցնես մեր մեջ հավատքը, հույսը ու սերը։ Որպեսզի կարենանք այդ շնորհներով մեր այսօրվան բարի պատերազմը պատերազմելու։ Կարենանք այդ շնորհներով մեր հավատքը բայելու ընթացքի իրավարտին հասցնելու եւ արժանի ելնալու արդարության վսակին։ Եվ ըստ ու պատմածիտ, դակավին այս բոլորը սկիզբն են ծավերում։ Բայց այս բոլորը պետք չէ, որ մեզ հուսահատեցնեն, կամ խրովեցնեն, որտեղ սկիզբեն խոսեցար քո աշակերտներու դսելով, քաչ եղեք, մի վախնակ, ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը, թող որ ձեր սրտերը թող չխրովին, Նույն խոստումն այլ դվիր այսօր մեզ մեր յուրաքանչյուրին։ Բայց թող որ հիշենք, մնայուն հիշենք եւ կյանքի վերածենք քո այդ տված խոստումդ ամբողջական վստահություն ունենալով, որ դու մեզի հետ ես եւ ոչ թե միայն մեզի հետ ես, այնը մեր մեջն ես, այնպես ինչպես դու ինքդ դսիր։ Դրեք այնպես, որ ես ձեր մեջ ըլլամ
եւ դու իմ մեջ ես։ Տեր Հիսուս Փրկիչ, բերե մեզ այնպես մը, պատրաստե մեր հոգիները այնպես մը, որ երբ որ թուրը թագես, մենք լսենք այդ թագի ցայնը, բանանք քեզ համար այդ թուրը, որպեսզի ներս մտնես եւ այնտեղ բնակություն հաստատես։ Թող որ այս հավաքները, այս հանդիպումները լան իրավես օրդության արիքներ։ Այս հավաքներն ու հանդիպումները լան իրավես հոգևոր սնունդի աճման արիքներ։ Ու մանավանդ պատրաստության արիքներ գալիք օրերում եւ առավել եւս պատրաստություն ու կառույցի թիմավորության։ Ուստի մեր աղոտ խնդրանքն է, որ փանաս մեր ականջները պատրաստես մեր ամբողջ էությունը, որպես ինչ որ այսօր պիտի լսենք, որպես պատկամ, դու նլաս նախ խոսողը, դու նլաս պատկամողը, մենք գլանք լսողը եւ այդ լսածը նաեւ կյանքի վերածողը։ Որտեղ ով որ գլսի այդ խոսքերը եւ կգադարե, նմանի այն մարդուն, որ իր դունը գշինե ժայռի վրա, իսկ ով որ գլսի այդ խոսքերը եւ չի կդարեր, գնմանի այն մարդուն, որ իր դունը գշինե ավազի վրա։ Հովերը պիտի փչեն, ալիքները պիտի զարնվին եւ յուրաքանչյուր դուն պիտի ունենա իր ավարտը, ժայռի վրա կառուցված դունը մնալու կյանքում, իսկ ավազի վրա շինված դունը ունենալու իր գործանումը։ Ուստի թող որ այս սերտողությունները լան արիթ, ոչ թե միայն լսելու, այլ նաև մեր լսածները կյանքի վերածելու, որպեսզի մեր հավատքի դունը նաև շինված լա Քրիստոս ժայռի վրա։ Այս այրթով նաև գաղութենք եւ կխնդրենք ով երտնավոր Հայր, որ ճամփորդագիծը լաս մեզ մեր յուրաքանչյուրին, մանավանդ այս քալիք օրերուն, որ ավակ շաբթվան օրերն են, որպեսզի Քրիստոսի հետ միասին բարձրանանք Գողգոթա, Քրիստոսի հետ միասին իջնենք քերեզման, որպեսզի ավարտին 3 օրեր հետո Քրիստոսի հետ միասին նոր մարդահարություն արած վերստին զնի։ Ուստի իմաստությունը դուր մեզ մեր յուրաքանչյուրին, բաց մեր սրտերը, մեր հոգիները, մեր ամբողջ էությունը, դուն առաջնորդե մեզ, որպեսզի ոչ թե միայն թվական ամսաթիվ իմաստով թիմավորեն Քրիստոսի հարության դոնը, այլ իրավես այդ հարության դոնին հարիթով մենք եւս հոգևորապես հարություն արած նոր մարդը սկսի մեր մեջ։ Եվ քո ողորմությունդ խնդրելով ով երտնավոր Հայր, քո ողորմությունդ խնդրելով կսենք
Հիսուս Փրկիչ մեզ ողորմյա։ Հարի երեկո ձեր բոլորին եւ առաջին հերթին ներող գլակ, որ մեկ ժամ ուշ է որ կսկսենք, որովհետեւ արդեն ժամը 7-ին այս եկեղեցու մեջ մեկ այլ ուրիշ արարողություն ունե, որ կար դեղի ունեցավ։ Եվ անգերձս են ցեզի, եւ որ կպատրաստվեի այստեղ, այսպես ներքին ուրախությունը կար մեջս, այն իմաստով, որ ցույց կտար այս եկեղեցու աշխուժությունը, այն իմաստով, որ մեկ արարողությունը հազիվ վերջացած, մույս ծրագիրն է որ կսկսի, որ մեզի մտածել կուտա, որ այս աշխատանքները չթատրին։ Որտեղ ժամանակներ պիտի կան, եւ արդեն իսկ են այդ ժամանակները, ուր փնտրել պիտի մեզի այս օրերը։ Եվ ինչ որ գսեմ աստվածաշնչական է, որտեղ ինչ որ տեղի կունենալ առաջի տարում, նույնն է որ այսօր տեղի կունենա։ Առաջի տարում ինչ որ տեղի կունենալ որպես հալածանք, որպես նեղություն, որպես դժվարություն, ներքին կամ թե արտաքին, որում մեջով կանցներ եկեղեցին։ Այսօր նույն նեղության եւ դժվարության մեջով կանցնի եկեղեցին, արտաքին կամ թե ներքին։ Դժվարություններ երկու կողմ են, արտաքին եւ ներքին, դուրսեն եւ ներսեն։ Անորամարալ իզուր չէ, բարապտեղ չէ, որ Քրիստոս կթելադրեր քանի անգամներով աղոթեցեք առանց սանսրանալու, մնայուն աղոթեցեք, մանավանդ երբ իր վերջի գիշերը Գեթսեմանի պարտեզի մեջ քիչ առաջ երթալով զունգի քալով աղոթեց, բայց նաև թելադրեց, պատվիրեց իր աշակերտներուն, ըսելու համար արթուն գեցեք այստեղ եւ աղոթեցեք, ձեր անձերուն վրա հսկեցեք։ Գսե ավետարանի քիչ առաջ գնաց, զունգի եկավ աղոթեց, վերադարձավ տեսավ որ աշակերտները քնացած էին։ Հսավ արթնցեք, աղոթեցեք, արթուն հսկեցեք, չքնանաք։ Քնած աղոթելու, ետ վերադարձավ, տեսավ քնացած։ Եվ ավետարանի չգսե, որտեղ անոնց աչքերը ծառացած էին, կեսգիշեր անցեր։ Բնական մարդուս համար քնանալու ժամներ։ Այսօրան իմաստով entertainment-ի պահեր չկային, որ արթուն մնային, պետք է քնանային, որպես հարաբերություն չդարձնային։ Բայց Քրիստոս չէր խոսել բարձ սովորական քնանալու մասին։ Քրիստոս չէր թելադրել բարձ արթուն մնալու մասին, այլ հոգևորապես արթուն մնալու մասին։ Որտեղ իսկ փորձիչը այնտեղ է, իսկ առաքյալը իր կյանքի փորձառությամբ իսկ արուծի պես կմրճի շուրջս կդառնա։ Անորամարալ որքան դեռնանք, արիթ ունենք այդ աղոթքներ անելու, Աստծո խնդրելու, մանավանդ այս դժվարին պայմաններու մեջ, ինչ որ առավոտյան սերտողության ժամանակ Պողոս առաքյալի թելադրությունն է Փիլիպպեցիներին ուղղված նամակի մեջ։ Աշխատեցեք գսե Պողոս առաքյալ, ինչի վրա, ձեր հոգիներու փրկության, երկրորդ գլուխ, Փիլիպպեցիներին նամակին երկրորդ գլուխ, աշխատեցեք ձեր հոգիներու փրկության համար։ Եվ այսօր մտածել կուտա մեզի, թե որքանով աշխատենք մեր հոգիներու փրկության համար։ Որքանով մտահոգենք մեր հոգիներու փրկության համար։ Անորամարալ Տերը ինքը իրավես մեզ լեցնի այնպիսի շնորհերով, որ մեր մեջ վար մնա, վար, լուսավոր, վարած, գրակը, աղոթքի։ Ինչ որ քիչ առաջ երկեցինք, սիրո փողուր, արգյալ հերգիր, որ հոգեսի ի հոգիսներ։ Քո սիրո գրակը թափե երկրի վրա, որպեսզի մեզ փորփոքեցնե։
ադելության, նախանցիկ, բարգության, տշնամության այդ ախտը այրե, մակրե, զտե մեր հոգիներու մեջ, որպես այդ հոգիները կարենան սիրել։ Անորամարալ աղոտքի ժամանակ խնդրեցինք Աստծուց, որ այդ սերը անպագասն է մեզ մեր, որտեղ այդ սերը պիտի ցամքի սա Քրիստոս։ Չենթափրեց, չերևակայեց, այլ հաստատեց։ Սելու համար, երբ որ մարդու որդին կա, արդեն հավատ պիտի չգտնե, երկրորդ սերն ցամքած պիտի ըլլա հոգիներեն ներս։ Ուրեմն մեր աղոտ կլա, որ Աստված իրապես մանավանդ այս օրերում, որպես ավագ շաբթվան օրեր, այս օրերն ամենանցին միջայլոց, 7 շաբաթներ անցան, դակավին 3 էր, փումփարեգենտան տոնեցին, արդեն 7 շաբաթներ անցան, զագազարդ անցավ, եւ այսօր առաջին օրն է ավագ շաբթվան, ավագ Երուսաղեմին։ Եվ Քրիստոսի հետ այս ամբողջ շաբաթը, որ խորքի մեջ Քրիստոսի շաբաթը չէ, այն իմաստով մեր փոխարեն Քրիստոս հանցն արավ այդ շաբաթը, որ գիշեր մեր շաբաթն է, բայց Քրիստոսի հետ բարձրանալու փոխոտա, Քրիստոսի հետ խաչվելու, հին մարդը խաչելու, Քրիստոսի հետ թաղվելու, Քրիստոսի հետ նոր մարդը հարություն առնելու։ Իսկ եթե երբեք բանը պիտի չփոխվի մեր մեջ, Պողոս Արաքյալը գսե իզուր է ավակ շաբաթն է, իզուր է կարոզությունն է, իզուր է մեր ունեցած հավատքն է։ Որովհետև սիրելիներ, Քրիստոսի խաչելության բահում, ճիշտ այդ բահում շատեր կային այնտեղ, իր հետ բարձրացան փոխոտը։ Այնտեղ կային զինվորները, այնտեղ կային հայրապետը իր զինվորներով, այնտեղ կային իր մայրը, Մարիամ Մագդալենացին, Հովհաննես Արաքյալը, շատեր կային, օրենքի ուսուցիչներ կային, փարիսեցիներ կային, գիտեին։ Հիմա մեզ ալ գհրավիրե, սրանալ դուք ալ քացեք փոխկոտա, գրնակ երթալ փոխկոտա, բայց ինչն են էին, փոխկոտա երթալ ինչն էին։ Փոխկոտա գրնակ երթալ թիդել, ինչպես անուն թիդեցին։ Փոխկոտա գրնակ երթալ թիդել են դրդնչալ, տշկոյի, բարի չի, դուք ես ցույց տուր։ Ինչ որ գնայիր անցյալին, գհրաշակորձեիր, գբժշկեիր, հիմա դու քեզ ցույց տուր, բարի չի խաչեն։ Բայց այնտեղ չմոռանանք նաև կային նաև ավազակիցներ իր հետ խաչված, որոնցից մեկը խնդրեց, զիսագիշե, երբ կասկու արքայությամբ։ Եվ յուրաքանչյուրիս է ուղղված այս խոսքը հրավերը, երթալու փոխկոտա, Քրիստոսի հետ խաչվելու, Քրիստոսի հետ թաղվելու, հին մարդը թաղելու, Քրիստոսի հետ նոր մարդը հարություն առնելու։ Պայմանով, եթե ցանկի վրա քրեն 100 գետեր, գոնե 100 գետին 1 գետ եթե փոխվի, 1 գետը եթե փոխվի, արդեն ադիգա հրաշք է, արդեն ադիգա ցույց կտա Սուրբ Հոգին ներկայությունը մեր կյանքի մեջ։ Պայմանով սակայն չվախնանք խաչելը, որտեղ այդ խաչը դարաբան գուչի այլևս, այլ հաղթանակի նշանն է, զորության նշանն է, ինչպես սկսե Պողոս Արաքյալ Գորընթացին նամակի մեջ։ Մենք կարոզենք խաչյալ Քրիստոսը, շատերու համար հիմարություն, ուրիշներու համար դգարություն, բայց մեզի համար իմաստություն եւ Աստծո զորություն։ Այդ իմաստով եթե արինք, այդ հավատքով եթե ըմբռնեցինք, ապա այն է նաեւ հրաշք է, որ կբակայի մեր կյանքի մեջ։ Թող իրապես մեր ասամբոտ ճանապարհորդությունը ներառյալ ավակ շաբաթը ըլլա այնպեսին, որ Տերը ինքը մեզ առաջնորդ է, որպեսզի կարողանանք պահել հավատքը, հույսը, ումանավանք սերը, ոչ թե միայն Քրիստոսի հրաշաբար հարության տոնը տոնելու, այլ Քրիստոսի հրաշաբար հարության տոնին իբրև երեխայրիկ առաջին գտուղը, նաև մենք արժանի ըլլալու այդ հարության իր երկրորդ քալուստին, եթե ողջ չմնացինք, իսկ անոնք, որոնք ողջ մնացած կլան գսե Պողոս Արաքյալ, անոնց մի առաջ պիտի չանցնին նախննջեցյալները, հետո անոնք, որոնք ողջ մնացած կլան, անոնց հետ միասին դերը թիմավորելու համար։ Ձեր աղոթքը, ձեր ուխտը, ձեր բայացողությունը, ինչ որ ծրագիրով մեզ սկսած էիք, թող վրա բոլորը լան Աստծո փառքին եւ իր կամքին համաձայն։
Մենք այսօր պիտի փորձենք տեսնել 103-րդ Սամոսը, որում վերնակիրն է Աստծո սերը։ Եվ այնքան տիպուկ է այս Սամոսը, որ նաև գհամընկնի այնպես մը, որ ավար շապտվան հետ կապված եւ ամբողջ այս ծրագիրին, որ կգոչվի կամ ցանոթ է որպես Աստծո փրկության ծրագիր։ Որտեղ Աստծո փրկության ծրագիրը սերով կհասկանանք ճիշտ այս վերնակիրը Աստծո սերը։ Որտեղ Աստծո փրկության ծրագիրը ուղղի սկսա եւ ինչու սկսա։ Աստծո փրկության ծրագիրը կնշանակե Աստված պատրաստեց ծրագիրը, որ կգոչվի փրկության ծրագիր։ Բայց ով պիտի փրկե, որու պիտի փրկե եւ ինչեն պիտի փրկե։ Աստված պիտի փրկե մեղավոր մարդը իր կատարած մեղքի բադիժեն, որովհետև մեղքին վարձքը մահ է, երբ որ այդ մեղքը գործեցիր, արդարությունը կպահանջի, որ այդ մեղք գործողը մահանա։ Բայց որովհետև Աստծո ինչպիսին ըլլալը եկավ ցույց տալու, ինչպես ասե Աստված Եզեկիելի մարգարեության մեջ, Եզեկիելին մարգարեին, որ ես մեղավորին մահը չեմ ուզեր, այլ ուզեմ անոր թարցը եւ փրկությունը։ Իսկ ով է որ պիտի ապահովե այդ փրկությունը, նույնիսկ Աստված, որը մարդը իր վիճակի չէ ինքսին փրկելու։ Ազիվ մարդը գրծավ իր ըրած մեղքին որպես արտահայտություն իր մերգությունը միայն ծածկել։ Բայց մեղքը չի սրբակրվիր, չի մակրվիր, չի սրբվիր բարձավես ծածկելով, այլ պետք է որ քավվի այդ մեղքը, պետք է որ վճարվի փամը այդ բարքի փոխարեն։ Մենք ընդհանրապես առաջին բաժինն է որ գնենք, մինչև այսօր, երբ որ այսօր մեղքը գործածենք մենք, միշտ կփորձենք աթամական հասկացողությամբ մերգությունը հայտնվեցավ մեր, որովհետև այդ մեղ գործել նաև ամուտ խազությունը ցույց կտա, նաև մեր վիճակը ցույց կտա, միշտ պիտի փորձենք աթամական հասկացողությամբ ինչ ունելու, մեր մերգությունը թզենի դերերներով ծածկելու։ Եվ այդպես անգնենք, երբ որ մեղքը կգործենք, ինչ կնենք, կծածկենք։ Երթալով չենք խոստովանում։ Դժվար թե երթանք եւ խոստովանենք։ Մինչև հասնի որոշ դեմը, որ այլևս ստիպված են խոստովանելու։ Բայց առաջինը արիքով ընդհանրապես ինչ կնենք։ Միշտ կփորձենք ծածկել, այս կամ այն ցեվով ծածկել։ Հավասիկատոր ամարա եկած է ասելու, որ այդ մեղքի քավությունը եւ թողությունը ծածկելով պիտի չլա, այլ պետք է որ վճարվի քինը։ Եվ ադիկա ծնտոց գիրքի մեջ եկավ ցույց տալու, որ այդ քինը վճարվեցավ գաշի հանդերձներ դալու մերգ մարդուն, որ կխորտանշեր ամոր մեղավորությունը։ Եվ 103-րդ Սամոսը գուկա ճիշտ այդ երևույթը բարձելու մեր թիմաց, երբ որ Թավիթը, իմիջալոս Թավիթի Սամոսներն է, երբ որ Թավիթը գուկա եւ կսե ինքն իրեն հետ կխոսի, ով իմ անձս օրտնապան է դերը։ Եվ երբ որ կսե անձս նկատի ունի իր ամբողջ ներաշխարը, նկատի ունի իր հոգին, ըսել գուզե օրտնապան է շնորհակալություն հայտնի Աստուծո, ով իմ անձս, ոչ թե շրտներովդ, այլ քո ամբողջ էությունդ, ինչպես դիտեսե նույնիսկ 5 տակարանի մեջ, այն պատվիրաններու խտացումը սիրեք ու դերասվածդ, ու բոլոր սրտովդ, մտքովդ, հոգիովդ, զորությանդ, քո ամբողջ էությունդ, այստեղ Թավիթ կուկա ասելու համար պիտի օրտնապանեմ քեզ, ով Աստված, ով իմ անձս, շնորհակալություն հայտնի Աստուծո, քո ամբողջ էությունդ, քո ամեն մեկ մասնիկներովդ, եւ ոչ թե միայն շնորհակալություն հայտնի Աստուծո քո շրտներովդ, բարձավես բարերով, բարձավես շնորհակալությունը հայտնելու հասկացողությամբ,
այլ երբ որ շնորհակալություն պիտի հայտնես Աստծո, իս սրտե հայտնի այդ շնորհակալությունը։ Ամբողջ էությամբ հայտնի այդ շնորհակալությունը։ Բայց հիմա պիտի սկսես հարցնելու, բայց ինչ բանի համար պետք է որ հայտնեմ շնորհակալություն ես Աստծո։ Իր դված բոլոր բարիքներուն համար։ Եվ այստեղ այդ բարիքներուն համար ուկա մեզի ներկայացնելու այնպես որ այդ բարիքներ հասկացողությունը նյութական բարիքներու մասին է խոսքը։ Այդ բարիքներ հասկացողությունը ամենօրյա արևուն համար, իր դված անձրևին համար, իր դված ինձի այս կյանքին համար, իր դված հաջողություններուն համար, առողջության համար, փառքաված կյանք ունենալու ոչ անոնց մասին չէ խոսքը։ Այլ Աստծո դված այն բարիքներուն համար, որ քիչ մի հետո դոմ արդով պիտի նշե, թե ինչ են այդ բարիքները։ Բայց առաջին հերթին տեսեք, ինք զինքին ու կագարձեք թավիթ, ինք իր անցին հետ կխոսի, այլ խոսքով կմտնե իր ներքին սենյակը, իր ամբողջ էությանը մեջ, ինք զինք կտնե թեմ հանդիման իր կացությանը, թեմ հանդիման, դեսնելու համար, թե ինքը ինչ վիճակի մեջ ով է, ինչ է ինքը, և անդրադառնալով այդ բոլորի մասին, հետադարձ ակնար մգնե, որ ասված ինչ պատրաստած է խոքիմը, որովհետև մարգարեություն մնե որ գնե այստեղ։ Այստեղ մարգարեություն մնե որ գնե։ Եվ Դավիթը ինքը գիտե ինչպիսի վիճակներում մեջ են անցած է ինք։ Դավիթը ինքը գիտե ինչպիսի անօրենություններ հրած է ինք։ Ասկի առաջ արեցվեցավ և հաջակ կհարցրի այդ հարցումը, թե Աստված ինչպես գնդրե այնպիսի մարդիկ, որոնք օրինակաբար Դավիթի պես մարդիկ են։ Այո, որտեղ Դավիթի պես մարդիկ նաև մենք ենք։ Դավիթի նման մեղ գործողներ նաև մենք ենք։ Որտեղ հաջող այնպես մգտիտեն թուրսեն, որ դարձեք Դավիթ ինքն է միակ այդ մեղավոր մարդը, որ այդպիսի մեղքեր է գործած։ Մոռնալով սակայն, որ Դավիթի նման մենք էլ այդ մեղքերը գործեինք։ Այնպես մգտիտենք հաջող, որ Պետրոս ինքն է, որ այդպիսի մեղք է գործած, ուրանալով Հիսուս Քրիստոսը։ Բայց հաջող նաև մենք կապրենք այդպիսի վիճակներ, հաջող մենք կանցնենք այդպիսի գացության մեջով։ Այնպես մգտիտենք, որ միայն հութամն է, որ մատնեց Հիսուսը։ Մոռնալով սակայն, որ հաջող նաև մենք կրնանք գտալ այդպիսի հութաներ։ Մենք հաջող կրնանք ձախել 30 արծաթի Հիսուս Քրիստոսը։ Եվ հաջող կտանք այնպիսի հարցումը կհարցնենք, մենք մեզ մաքրած սրբած, գոգիկ, և կհարցնենք, Աստված ինչպես կրնալ է, որ Դավիթի պես անձնավորություն ընտրած է։ Հարցում ուկա ետ քեզի, ետ ինձի, Աստված ինչպես կրնալ, որ ինձի պես մարդ ընտրած է։ Աստված ինչպես կրնալ, որ քեզի պես մարդ ընտրած է։ Բայց անսահման անոր սերը գսե։ Անսահման անոր սերը։ Որ այսեղ Դավիթը ուկա հիշեցնելու ջանշտան Աստված։ Սա չի նշանակեր, որ մեզի արտոնությունը գուտա, ընելու ինչ որ պետք է ընենք, որտեղ անսահման է սերը։ Այլ ընդհակառակը մեզի գիտակցությունը գուտա, անդրադառնալու ուր են մեր սահմանները և ինչպես ճանչնազինքը իբրև ինչպիսի այդպիսի։ Դարձյալ գսեն ոչ թե մեզի արտոնությունը գուտա, այլ մեզի գիտակցությունը գուտա, գանք արնելու այնտեղ։ Ինչպես գիտեսեր Քրիստոս բորնիկ գնոջ։ Ըստ օրենքի ու պետք է որ քարգոցվիս, ճիշտ է, ըստ օրենքի։ Բայց ես քեզ չեմ թադեր, ալ մեղք մի գործեր։ Քեզ չեմ թադեր, օրենքը գսել պետք է քարգոցվիս։ Բայց ես քեզ չեմ թադեր, պայմանավ, որ այս բահենը սկսյալ մեղք չգործես։ Եվ ասիկա գուտա մեզի այդ մարդահրավերը, այդ ներքին պատերազմը, որում մեջով դանսի Բողոս Սարակյանը, մնային դագավին Գաբրիմ ես սկսի Արակյանը, իմ մեջս ներքին բայքար կա, իմ մեջս այդ ցանկությունները կան, հոգիս մեկ բանի, մանմինս մեկ այլ ուրիշ ներքին բայքար մգա մեջս,
Եվ զիս ով պիտի ազատի այս խեղճութենես։ Աստծո ողորմությունը։ Եվ այդ բոլորը գիտեր նաև Քրիստոս, երբ որ վերադարձավ Գեթսեմանի վարդեզեն, դեսնելով իր աշակերտներուն քնացած վիճակը, ինչ էր որ գսեր։ Ասեք գիտեմ, հոգին հոժար է, մարմինն է որ դգար։ Եվ ճիշտ այդ մարմնի դգարության մասին նաև Դավիթին կգխոսի, եւ դու գիտես որ մենք հողեղեն ենք, գիտես, սակայն ադի մեզ չար թարացներ, որովհետև հողեղեն ենք, ուրեմն ապրենք այնպես ինչպես որ գուսենք ապրի, ոչ, այլ ընդհանրակը ինձին այդ գիտակցությունը կուտա, Աստծո հետ կխոսի, ըստ դու գիտես որ մենք հողեղեն ենք եւ դու մեզ այդպես ստեղծած ես, հետեւաբար իբրև այդպիսին, նաև դու մեզ այդ աչքով նայիր, հողեղեն արարած ըլլալու հանգամանքի մեջ, ոչ թե մեզ արտոնություն տալու մենք մեզի ընելու այն ինչ որ գուզենք գնել, այլ ընդհանրակը մեզ գիտակցությունը տալու, որ անդրադառնանք եւ ալ չնենք, որովհետեւ ալ չնենք, հետեւաբար հիմա գուկա եւ ասելու օրնաբանե դերը ով իմանցս, օրնաբանես Աստված Տիրոջ անունը ամբողջ էությամբ իր դված բարիքներուն համար։ Եվ հիմա պիտի ասե ինչ են այդ բարիքները։ Ան է, որ կքավե բոլոր մեղքերդ։ Բարիքները կսկսին։ Մեր սպասած բարիքները չեն, մեր ակնկալած բարիքները չեն, մեր խնդրած բարիքները չեն, ինչ որ նյութականն են։ Այնպես ինչպես որ դվա Պետրոս եւ Հովհաննես Արաքյանները կացին տաճար, մուտքին գեցած այդ անդամալուց մուրացկանը, արձած ոսկի չունիմ, ինչ որ ունիմ քեզի կուտամ, Հիսուս Քրիստոսի անունով ոտքի ելիր։ Մույս անդամալուծը որ եկավ Քրիստոսի, ֆիզիկական անդամալուծը դեմ բժշկվելու, Քրիստոս դվա ուրիշ բամը, մեղքերու քարություն եւ թողություն։ Եվ սա կնշանակե մեզ գուտա հիշեցումը ամեն անգամ երբ որ մենք աղոթքի կգանք ինք Աստծո դիմաց եւ մեր խնդրանքը կներկայացնենք Աստծո, ինչ է մեր խնդրանքը։ Ընդհանրապես մեր խնդրանքները նյութական են։ Գործի հաջողության, առողջության, դունդերի, ընտանիքի, երեխայի, թորնիկի, ասիչի կամ այնչի։ Շատ քիչ անդրադառնանք։ Ավարտին երևի մեկ նախատասություն մնալ ադիգա հիշենք։ Եվ քավե մեր մեղքերը։ Բայց այստեղ ընդհանրակ ամբողջ շեշտը ադոր վրա գտնե։ Աստծո դված բոլոր բարիքներուն համար։ Որտեղ ան է միայն ինք, որ կքավե բոլոր մեղքերդ, գբժշկե բոլոր հիվանդությունները։ Եվ դրամապանությունը նայեցեք ինչի հետ կգաբե։ Հիվանդություններու բժշկությունը, որուն հետևանքը մեղքերն են, որոնք պետք է որ քալվի, ինչպես որ անդամալուծի բարական։ Մեղքերդ ներված ըլլան քեզի, հետո եթե գուզեք որ ըսեմ մահիճը տար դունդ կնա, մահիճը տար եւ դունդ կնա։ Որ կնշանակ է հաջող մեր հիվանդություններու արմատը նաև ուղի են, մեղք հասկացողութեն է, մեղք հասկացողութեն է, հիմա դեսեք լավ եթե կնշանակ է մեղք չունենանք, կամ եթե երբեք մեղք չունինք, ուրեմն հիվանդություն պիտի չունենանք մեկ, երկրորդ հարցումը կասելու արդյոք մարդիկ, որոնք իրավես սրբության կյանք ապրած էին, եւ ընդհանրապես մենք լսած ենք կամ կարդացած ենք, որ սրբության կյանքի մեջ եղողները ընդհանրապես շատ ավելի ծանր հիվանդությամբ բռնված են։ Արդյոք միգուցե շատ ավելի մեղավոր էին, որ այդպիսի հիվանդության մեջով անցնին, ընդհանրապես նախ ընդհանուր գիտենք վիճակը, որ մեղքը ինչ է որ ըրավ եւ մեղքը ինչ է որ գրնա անել, եթե ոչ հիվանդություն պատճառել եւ այդ հիվանդությունը ոչ անպայման ֆիզիկական, այն է հոգեվոր, այն է մտային։ Այլ խոսքով կնշանակե մեղքը այն խանգարիչ դվյանն է, որ կխանգարե մեր եւ Աստծո միջև կապին։
Հիմա պետք է գերբերնակ հարցնել հետևյալ հարցումը։ Հավա ուրեմն մենք եթե մենք շատ հիվանդ ծանր ենք, ով գիտե որ մեղքից համար է, որ այսպիսի ծանր պայմանների մեջով է, որ ես կանցնեմ։ Դեսեք անորոմարը սկուշ պետք է լան, ինչպես բացատրել, հասկանալ, ամբողջ այդ set-up-ը, այդ միտքը, որ գարդայդերի այնտեղ։ Այսինքն երբ որ խոսի Դավիթ, եկեք տեսեք, որ Դավիթ շատ առողջ մեկն է այդ օրերում, բայց ունի ներքին վիճակը, որ հանգիստ չէ այդ վիճակը։ Խաղաղություն չունի այդ ներքին վիճակը։ Այլ խոսքով հիվանդ է։ Ադրոմը հաջողական կերպսենք, երբ որ ֆիզիկապես առողջ ենք, լավ ենք, բայց դրամատրությունները լավ չեն, գսենք հանգիստ չեն, հիվանդ եմ այսօր։ Երբ որ գարցել լավ, ինչ ունիս, որտեղը պիտի ցավիր, գսենք դերմս չի ցավիր, բայց հանգիստ չեն, դեժա խանգարիչ բան մը գա, խաղաղությունը խանգարող երևույթ մը գա, որուն համար գուկա և գարդալերի Դավիթը սելով, Փարիկներուն դված շնորհակալություն օրնապահություն դուր Աստծուն, որտեղ ան է, որ գքավ է, եւ տեսեք քերականական եղանակը գքավ է, ոչ թե քավեց է վերջ, ոչ թե բիդի քավ է սպասե, այլ գքավ է ընթաց մնե, որ ոյ մեկ ժամանակ, երբ որ թիմեմ անդրադառնամ Գիտակցին, վերաթարնամ, զղջումով և ավաշխարությամբ ինքը պատրաստ է այդ քավությունը շնորհելու ինձի։ Եվ այն ինչ, որ մեղքը կպատճառ է հիվանդության, անհանգստության, ցավի ու դարաբանքին, ֆիզիկապես կամ մտքով հոգիով նաև տալու ինձի այդ բժշկությունը։ Պայմանավ, որ ճիշտ ձևով նաև հասկանամ, որն օրինակը Պողոս Սարաքյալը գուտա մեզի։ Քանի անգամ աղոթեցի, որ իմ մեջ ես վերցնե փուշը, այլ խոսքով ցավը, այլ խոսքով արգելքը, խանգարիչը, եւ Աստված ինչ կպատասխանե։ Իմ դված քեզի շնորհքը խավարար է քեզի։ Տեսեք այդ փուշը ինչպես գտիդե եւ թիդել գուտա Աստված Պողոսին իբրև շնորհք։ Տեսեք, անորամակի ճաշի զգուշը լանք, ամեն մեկ արդարություն, ինչպիսի սետապի մեջ, ինչպիսի նախատեսության մեջ, ինչպիսի շրջակիցի մեջ է որ գարտանք եւ ուզենք որ այդ բոլորին բացատրություն դրվի։ Որտեղ հաջողտային մենք կանցնենք, եթե ոչ այսօր վաղան պայման այնպիսի տածության մեջով, կսկսենք մտածելու, թե արդյոք ինչու այս նեղության մեջով կանցնենք։ Ինչու է որ արդյոք Աստված ինձ գարդոն է որ ես այս բոլորի մեջով անցնեմ, չէ որ ես աղոթողն եմ, չէ որ ես Աստծո սերտողություններուն հետևողն եմ, չէ որ ես Աստծո խոսքը կարտացողն եմ, ինչու է որ այս բոլորի մեջով կանցնեմ։ Ինչու՞ն է արդյոք Աստված ինձ սերիկ։ Բայց Դավիթ Կուկայը հիշեցել տուն օրտապան է դերով իմացս։ Ուրիշ բանի համար մանավանդ։ Ուրիշ բանի համար եւ ամենակարևոր բանն է այն փարիկները որ գուտակեցի, քավելու մեղքերդ, բժշկելու հիվանդություններդ, դարձյալ գսեմ, ոչ ժամանակավորի մասին խոսքը, այլ սկսյան և իր ավարտին հասնելու, հավիտենական կյանքին հետ կապված, ինչ որ Աստուծո սեր որպես գ հայտնվի Հիսուս Քրիստոսով։ Անորամարը մարգարեն ինչ կսե, երբ որ խոսի դարաբող ծառայի մասին եւ իր վերքերովը մեր վերքերը բուժեց, մեր որ վերքերը բուժեց։ Անորամա Քրիստոս Նիկոդեմոսին խոսած ժամանակ ինչ կսե, այնպես ինչպես Մովսես անաբադի մեջ բղինց է օծ բարձրացուց, ով որ նայեցամ այդ օծին հավատքով բոլորը նայեցան միջանոց, բայց ով որ նայեցավ այդ օծին հավատքով բժշկվեցան իրենց խայթոցները։ Նույնպես ան մարդու որդին պիտի բարձրանան, ով որ նայի անոր հավատքով բժշկվի
մեղքի խայտոցներեն։ Եվ Եսայի մարգարեն ասե, եւ իր վերքերովը մեր վերքերն է, որ փուշեց։ Եվ մեր որ վերքերը մեղքին պատճառած վերքերը։ Ան է որ գտավի մեղքերդ, գբժշկե հիվանդություններդ, գբժշկե վերքերդ, մեղքին պատճառած խայտոց վերքերդ։ Ան է որ կյանքը գբրկե գորուստեն, քալի գորուստեն, հավիդենական կյանքի գորուստեն, եւ իր սիրովը եւ կտությամբ գբարուրե քեզ։ Գբարուրե կսկսի Պաչի թողեր այդպես որ երթաս, գբադրաստե քեզ, զիս յուրաքանչյուրը, իր սիրովը և կտությամբ գբարուր է, սեր գա և նաև կուտը գա, կտությունը նաև գենտատրե ողորմությունը, ոչ թե միայն գսիր է, այն նաև գողորմի, որտեղ գիտե, որ մենք որքան ողորմելի ենք, որքան մենք խեղճ ենք, ոչ թե ինք մեզ խեղճ է որ ստեղծեց, այլ մեր անհնազանդությունը, մեր գամագորությունը, մեր եսասիրությունը և մեր հբարդությունը մեզ խեղճացուց, մեզ խեղճալի դարձուց։ Եվ անոր համարալ հիմա եկած էին ցույց տալու իր ողորմությունը, իր փութը, թե որքան գողորմի այս մեղավոր մարդուն։ Եվ անցնող շաբաթ օրվան հիշադակի օրը անիկա գուկամեզի ցույց տալու թեպքը Ղազարոսի քերեզմանեն դուրս կալը։ Եվ քերեզմանի մուտքին Քրիստոս կսել լացավ, որտեղ իր սիրելի բարեկամ Ղազարոսը մեռավ, չէ, ոչ թե միայն մեռավ, այլ իր սիրելի բարեկամ Ղազարոսին վիճակը, որ Աստված ինք անոր համար չէ, որ ստեղծած էր մարդը, անոր համար խղճաց, լացավ, մեկ այլ ուրիշ արիդով դարձյալ խղճաց Քրիստոս, մեծարուստ երիտասարդին համար, եւ որ սա քնա, ունեցած աղքատներուն դուր ինձի հետևիր, եւ գսե դխրեցավ, դե շատ հարուստ էր, ծկեց կնաց, եւ Քրիստոս գսե դխրեցավ այդ մեծարուստ երիտասարդին համար, դխրեցավ դե շատ ցավը զգաց, խղճաց, որ հիմա այս երիտասարդը ում պիտի երթա, դեպի գորուստ, որն համար չէ, որ ինքը ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ, որ այդ երիտասարդը գործվի, որտեղ այդ երիտասարդը պիտի գործվի, ինչպես որ գործվեցավ անարակ որդի, եւ հայրը ասավ, այս զավակս գործված էր, գտնվեցավ, մեռած էր, ողջնցավ, գործված էր, հասկանան, գործված էր երևի, գտնվեցավ, բայց մեռած էր, այլ մեռած էր, եւ ողջնցավ, եւ ադոր ամարան, ոչ թե միայն գքավե մեղքերդ, ոչ թե միայն գբժշկե վերքերդ, այլ իր սիրովը եւ կտությամբ կբարուր է քեզ, եւ քու կյանքը կփրկե գորուստեն, որպեսզի չգործվիս, որտեղ ճիշտ այդ գործվածին համար եկավ մարդու որդին, գսե Քրիստոս, որպեսզի գործվածը փնտրե, գտնե ու սերու վրա արած վերադարձնե դու։ Եվ ադորամար այս Սամոսը քիչ առաջ կսեի մարգարեություն է, որ Դավիթը իր անձի ջանքովը կներկայացնե, որ Աստված ինչ պատրաստած է, եւ իր այդ պատրաստածը երբ է որ պիտի կատարվի, որտեղ տեսեք ինչ կսե, ան է որ փարիկներով գլեցնե կյանքդ, այնպես որ միշտ երիտասարդ մնաս արձիններու պես, կյանքդ գլեցնե փարիկներով, ոչ այդ սովորական փարիկներով, ոչ այդ նյութական փարիկներով, որոնք բոլորն հոս մնալու են, որոնք բոլորն ենթակա են ցեցու դելու,
Փողը քալու հապշտակելու, այլ կյանքը լեցնելու այնպիսի բարիկներով, որ խորքի մեջ ուրիշ բան չեն, թե որ Սուրբ Հոգի բարիկներն են։ Սուրբ Հոգի տված ներկայությունը շնորհներն են, որպես անոնք նաև քեզ ինչ կրեն։ Քու կյանքը ինչպես երդասարդ կբային արծիներու պես, երբ որ դու նյութական հարստությամբ երբևիցե կյանքը դնդագարակը թեպի երդասարտություն չէր թար։ Չնայած ինչ որ այսօրվան գիտությունն ալ կփորձե, այնպես մանել, որ քու փչիչները հետ դարձում ունենան ետ երդասարդցնելու քեզ։ Այդպիսի մասին չխոսիր։ Այլ քու հոգևոր ներաշխարհը այնպես մնելու, որ արծիվներու պես այդ թրիչքը ունենալու, երտային, որտեղ արծիվը նաև որպես խորհրդանիշ է երտայինի, որ գրեչա երտային ոլորտի նաև ինչի իմանալու գիտնալու, խորհուրդները հասկանալու, եւ ինչի խորհուրդները, աստվածայինի խորհուրդները հասկանալու։ Ուրեմն քու կյանքը այնպիսի բարիկներով կլեցնե, որոնց համար Քրիստոս ասե, «Ձեր բարիկները, ձեր հարստությունը ուր է եւ ինչպիսին թիզեցեք»։ Ըրեք այնպես մը, որ մտահոգությունը չունենա փողին, ցեցին, գողոբուդին կամ փճացումին, այլ ունեցեք այնպիսի բարիկներ, հարստություններ, որ ցեզի դրված, ձեր կանցերը, ուր ոչ ցեցը, ոչ աբադանությունը, ոչ փողը գրնամոտենալ այս կամ այն ցելով վնասելու համար։ Եվ հետևաբար դերը բոլոր զրկյաններուն արդարություն է, որ գաղափուսան է, եւ անոնց իրավունքն է, որ կպաշտպանե։ Դերը բոլոր զրկյաններուն արդարություն գաղափուսան է, եւ անոնց իրավունքը կպաշտպանե։ Եվ եթե էսիկ երբ է որ գնե, երբ է որ պիտի ընե, գարտան Լուկաս ավետարանի 4 գլուխ 16-րդ համարը։ Շաբաթ օրով Հիսուս գնաց ժողովարան, իրեն դրին Եսայի մարգարեի գիրքը, որպեսզի օրվան հատվածը կարդա, եւ բացավ գսե այն էջը այնտեղը ուր գսե, եւ Տիրոջ հոգին իմ վրաս է, զիս օձեց ու զիս խրկեց, այսպես դնելու, բանդարգյաններուն ազատ արձակելու, զրկյաններուն իրավունքը պաշտպանելու, այս ընելու կամ այդ ընելու եւ ավարտին Տիրոջ օրը հռչակելու։ Եվ գսե կոծեց գիրքը դվա Բաշտոնյային եւ դառնալով ամփոխին ասավ. այսօր ինչ որ ծեր ադանչները լսեցին, կատարվեցան։ Ինչպես կատարվեցան։ Դագամին բանդարգյանները հունեն, դագամին զրկյաններուն իրավունք չէ դրված, հադուցում չէ եղած, անարդարություն է դագամին, ինչպես ծեր այսօրվան լսածը կատարվեցան։ Գենշանակ է ասո ծրագրի մեջ, սկիզբը, որ պիտի սկսի այդ ծրագիրը, արդեն գադարվածի հասկացողությամբ է, որ կսկսի։ Ինչպես կսի Արիթոմը իր աշակերտներուն Քրիստոս, ծեր սրտերը թող չի խրովին, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Ու ինչպես հաղթեցիր աշխարհին, երբ է որ բادرազմ մղեցիր, եւ ինչպիսի հաղթանակի մասին է խոսքը։ Քրիստոս ակնարկելով իր խաչելության մասին, որ կնշանակի է Քրիստոսի ըսածը արդեն գադարվածի վիճակով։ Ես ձեզի հիմա ինչ որ գսեմ, արդեն պիտի գադարվի այնպես մը, որ հաղթանակը դարված է արդեն։ Միայն հիմա կսպասվի ժամկետը հասնի եւ գադարվի։ Բայց ինչ որ գսեմ, արդեն գադարված որպես արեկտուկ։ Մի կասկածիկ այդ դրվածին։ Այստեղ երբ որ գսե դերը ինքն է, որ զրկյաններուն իրավունքը պիտի պաշտպանե, գնշակ է վստահ ըլլամ ես, որ եթե այսօր զրկված մնեմ, իրավունքը սխալված մնե, սպասեմ համբերությամբ, որ ժամանակներ երբ որ կան, դերը պիտի հադուցանե արդարություն, դերը պիտի պաշտպանե զրկյալը։ Իսկ այդ սպասման վիճակը, որ ես ունիմ, անհամբեր վիճակը, որ ես ունիմ, զիս նաև գտնե կասկածի, անորոշության, վախի սարսափի, անվստահության վիճակի մեջ։
Եվ Դավիթը հավասի գներգայացել է այնպես որ դիրոջ այս խոստումները բարձավես խոսքեր չեն, խոստումներ բարձավես արդահայտություններ դրված եւ մենք ալը սպասենք դեսենք նայենք դերը մի դիենեք ամ ոչ երևի հանգարց միտքը փոխե ընդհանրակ Աստվածաշունչ Մատթեոս ուղղակի մեզի հստակորեն գներգայացնել է սիլոմար որ Աստված ինքը մարդ չէ որ զղջա որ գնշակի Աստված ինքը մարդ չէ որ իր մտածումը փոխե իր ծրագիրը փոխե եթե Աստված ինքը խոստացած է ուրեմն կկատարե եթե Աստված ինքը խոստացած է որ փրկե ուրեմն կփրկե մանավանդ այսօրվան օրերում երբ որ դժվարություն եւ նեղության մեջով կանցի եւ այսօր լուրերը մտիկ գնեն ցեզի համար այս ապահովեցեք ցեզի համար այս սրեք ցեզի համար այդ դրեք վաղը ուդելքի խնդիր մի ունենաք վաղը այսինչի խնդիր մի ունենաք եւ մենք որպես հավատացյալներ այս դակտապներում մեջով կանցնենք որովհետեւ ուզենք կամ չուզենք պիտի անցնենք մենք առանցին այսպես գազի վրա ապրած մարդիկ չենք մենք ալանգերության մաս կազմենք եւ վստահեցնենք ցեզի որ անպայման մեր մտքերեն կանցնի ինչ ընելու ենք եւ որ լուրերը մտիկ գրենք ցեզի համար հավելյալ ուտելիք ապահովեցեք ցեզի համար այս սրեք հավելյալ այս սրեք մենք անգստին մտածելու այս պատմությունը մեզ ինչ կհիշեցնե հաճախ ինձ մարդիկ կսեն դու ինչ կմտածես ես կսեմ Ելից քիրքի պատմությունը կհիշեմ եւ ի՞նչն է Ելից քիրքի պատմությունը եթե Աստված 40 տարիներ Արաբադի մեջ մանանայով գերակրեց իր ժողովուրդը գնշանագե հաջորդ 40 տարիներուն Աստված կգերակրե իր ժողովուրդը բայց մենք ունենանք ամբողջական վստահությունը որ Աստված պիտի գերակրե իր ժողովուրդը մենք ունենանք ամբողջական վստահությունը Քրիստոսի աղոթքին որ աղոթեց առ Աստված այր հայր ըսելու համար գաղոթեմ որ զիրեն չարին բահես ոչ թե զիրեն աշխարհեն վերցնես Եթե աղոթած է միածինը դերս եւ փրկիչս, որ Աստված հայրը զիս բահե չարեն, վստահություն ունենան, որ զիս պիտի բահե չարեն։ Այնպես ինչպես երեք երդասարտները երբևիցե իրենց հավատքի մեջ խախտում չունեցան, երբ որ Նաբուկոդոնոսորը սա ցեզ գրագի հնոցը գնեդեմ, սա նեդեմ ես։ Նեդեմ ես։ Ոչ թե մեզ բարձավես պիտի բահե, այլ մեզ պիտի բահե, որպեսի թուն տեսնես ով է մեզ բահողը։ Եվ ճիշտ ալոր համար է, որ Քրիստոս բահեց իրեն, որպես Նաբուկոդոնոսորը ինք աչքովը տեսնեն, թե ինչպես այս երեք երդասարտները չվնասվեցան այդ գրագի հնոցեն։ Մենք հաճախ երբ որ Աստված կգործե մեր կյանքի մեջ, ինչու է որ կգործե։ Նախ կգործե մեզի համար, որպեսզի մենք հավատք ունենանք։ Երկրորդ կգործե, որպեսզի մեր ճամփով նաև թիմացին այդ հավատքը ունենա։ Մենք դառնանք վկաները Աստծո այդ գործին։ Մենք հաճախ կդարձի, որ Աստված կգործե մեր կյանքի մեջ միայն մեզի համար։ Ընդհանրակը Պողոս Արաքյալը ասե, եթե մենք նեղության հետ շարժան մեջով դանցնենք, որպեսզի օգտած լինենք անոնց, որոնք հետո իրենք ալ պիտի անցնին, ուրեմն մեզ դանցնի այդ նեղության հետ շարժան մեջով, որպեսզի մենք փորձառություն ունենանք, հետո օգտած լինելու անոնց, որպեսզի անոնք ալ երբ որ անցնին, գարենան ըստ այն ընդիավարել այդ նավը Քրիստոսով անոր առաջնորդությամբ հասցնելու մինչև խաղաղ նավահանգիստ։ Հետևաբար երբ որ գսե դերը ինքս է զրկյաններն իրավունքն է որ պիտի պաշտպանե։ Եվ որ այսպես է եւ այնպես է որ պիտի ane այդ վստահությունն է որ ուտա որ եթե Աստված խոստացած է այդ խոստումն է որ պիտի կատարե։ Եվ հանգարց Անիկա իր գամքը հայտնեց Մովսեսին, իր գործերը հայտնեց Իսրայելի որդիներուն։ Հանգարց նախատասություն մնե ուղեուր Բայց ընդհանրակ ամբողջ միտքին հետ կապված է։ Ինչն է որ հայտնեց Մովսեսին, ինչ է որ հայտնեց Իսրայելի որդիներուն։ Փրկության ծրագիրը։ Սինայի անապատ լեռ, որ բարձրացան Մովսես, Աստված ինչ հայտնեց իրեն։ Իր կամքը, Աստված իր կամքը հայտնեց Մովսեսին։ Եվ այդ կամքը գամեցողությունն է գամենալ գամեցողություն, որ նաև հավասար է կորձին, գամքը ծրագիրը հայտնեց Մովսեսին,
Իսկ այդ գամքին արտահայտությունը Եղող կորձերը հայտնեց Իսրայելի որդիներուն։ Ծրագիրը հայտնեց անցին Մովսեսին, իսկ այդ ծրագրին կորձնական պատկերը, բաժինը հայտնեց ժողովրդին, որ ես ինչ պատրաստած եմ որպես փրկություն ցեզի համար, որպես ժողովուրդ։ Եվ ինչի մասին խոսի, ոչ թե բարձրապես Եգիպտոսեն դուրս գալու, ոչ թե բարձրապես 40 տարիները անցնելու անապատեն, հետո մտնելու խոստացված երկիր, այլ ընդհանրակը Բողոս Արաքյալ Գորգոդասյանի նամակին 8 եւ 10 քննությունների մեջ կսի այսպես. անցյալի եղած դեպքերը իբր օրինակ վերցուցեք այսօր մեզ մեր յուրաքանչյուրին, ինչպես որ մեր նախահայրերը անցան անապատը, գերան մանանան, խմեցին ջուրը։ Եվ այդ բոլորը պատկերացնեն որպես փրկության ծրագիրը, անոր նախակարաբեդը դեղի ունեցած անապատային տապարումներ ունտածին, որոնց գագարումը լրումը, որ պիտի իրավարդը գտնե Հիսուս Քրիստոսով կատարվելիքի մեջ։ Ուրեմն Աստված ինչ հայտնեց Մովսեսին, փրկության ծրագիրը։ Ինչ գործեր հայտնեց Իսրայելի ժողովրդին, փրկության ծրագիրը։ Եվ այդ բոլորի մեջ են ցույց տալու փրկության ծրագրին ամբողջականությունը, որպես նախաճաշակ մայր ժողովրդին, որում լրումը պիտի իրականանա Հիսուս Քրիստոսի կյանքի մեջ։ Այլ խոսքով, իր սերը Մովսեսին հայտնեց, Իսրայելի ժողովրդին հայտնեց, որ այդ սերը կապված է այդ փրկության ծրագրին հետ։ Եվ այդ բոլորին հետ նաև Լուկա ասելու Դավիթ ողորմած է բարեկու թեթերը, համբերադար կտարած, եւ ամեն մեկ բարի մեջ, ոչ թե բարձրապես արտահայտություններ են, այլ ապրված փորձառության լույսի տակ եղած արտահայտություններ են, որոնք ուկան ցույց տալու Աստուծո ըստորոքելիները, ինչպիսին լալը։ Եվ ամեն մեկ բարի գործածությունը հիշեցում է, այսինքն երբ որ գտնունիմ զինքը, գխոստովանիմ, գթավանիմ, եւ երբ որ իմ աղոթները զգուղեն իրեն, այնպես մը ով ողորմած Աստված, եւ իրեն պիտի թիմեմ իմ մեղքերս, պիտի հայտնեմ իմ սխալներս, իմ անօրենություններս, որուն ողորմած Աստուծո գնշակ է, երբ որ կհայտնեմ, որքանալ ձանրեն այդ ձանրության թիմած Աստծո ողորմությունը, որ գերիշեցնի մեզ Գրիգոր Նարեգացի Սուրբին աղոթքը, եթե մեղքերս տնես նժարի մեկ թաթին, եւ մույս թաթին Արարատ մասի սարը, այնքան ձանր են մեղքերս, իսկ անոնց փոխարեն եթե Աստծո ողորմությունը, գթությունը, համբերադարությունը եւ այս բոլոր արտահայտությունները բարեր չեն հոմանիշ։ Եվ որ գսենք, այսին ծաղիկը քեղեցիկ է։ Այդպես արտահայտության մասին չէ, Աստված ողորմած է։ Ընդհանրակը սերգուզը երբ որ գտիմեն իրեն, մտքիս մեջ հստակությունը պետք է լա։ Եվ որ գխոստովանին իմ մեղքերս, մտքիս մեջ հստակ պետք է լա, որու է որ գտիմեն, որու է որ գխոստովանին իմ մեղքերս։ Հետևաբար նաև ինչ է իմ սպասումս, անորամար երբ որ ես գտիմեմ, ողորմած Աստուծո, բայց դակամին իմ մտքիս մեջ ունիմ ձանրությունը իմ մեղքերուս, չի նշանակել թեթևավի գարնեն մեղքս, այլ չեն գրծած ամբողջությամբ ընբրնել Աստծո ողորմած ընլալու հանգամանքը։ Դարձյալ գսեն, չի նշանակել մեղքերս թեթև են, այլ գնշանագե գքիտակցին, որ Աստված ողորմած է եւ այնպիսի ողորմություն ունի, որ ոչ մեկ տեսակի մեղք արկել մոչե պայմանավ դարձյալ ալ շնելու պայմանով։ Եվ ինձի դարու ուժի կարողություն շնորհքը ալ շնելու պայմանով, որտեղ պիտի ընեմ, որտեղ փորձի ճոխոն է, չգարզեք, որ պիտի հեր։ Ընդհակառակը, անորամար հիշեցին Պողոս Արաքյալը։ Չգարզեք, որ ամիջ մակրվի սրբվի և համքիս խաղաղգյանք ունենանք, ընդհակառակը, եթե խաղաղգյանք ունենայինք, Պողոս Արաքյալը երբևից է միջը սեր վրա արեք սպալազենությունը, որովհետև մեր գրելիք, տանելիք, պատերազմը երևելի թշնամին թեմ չէ, այլ աներևու թշնամին թեմն է։ Եվ արեք ձեր վրա սպարազենությունը, որպեսզի թեմ տնեք
չարին արձակած բոլոր տեսակի հնարքներում թե ընդնեք բոլոր տեսակի հնարքներում։ Եվ այստեղ երբ որ ետ կվերադառնա Դավիթ կսե ողորմած է, գտած է, համբերադար է, բարեկուտ է Տերը, անիգա մեզ չի մեղադրեր մինչև վերջ, հավիտեն ավես մեզի թեմ ող չի բարեր։ Մեկ այլ ուրիշ արգայություն։ Անիգա մեզ չի մեղադրեր մինչև վերջ, այո, որովհետև ինքը մարդ չէ։ Մարդը ինքն է, որ մինչև վերջ գմեղադրե։ Որ մսխանապան նորի, չնայած որ հաշտվեցանք, բայց ամեն անգամ ձեր լեզով երեսով ուտաս։ Դու այսպես է իրորին։ Դու այսպես է իրորին։ Բայց չէ որ ներեցիր մեղքերս։ Բայց չէ որ դու չես գնար ներել իմ մեղքերս։ Անորամարալ միշտ պիտի հիշեցնես այդ է դարբերությունը իմ ու և Աստծո միջև։ Անորամար Աստծո երբ որ կխոստովանիմ իմ մեղքերս անհիշաչար է, անհիշաչար, չի հիշեր։ Ոչ թե չի հիշեր գմորնա Ալզայմերում չէ, անհիշաչար այլես կմակրե, կսրբե ալ չանդրադառնար այդ երևույթներում։ Մեզ գսե մինչև դեր չի մեղադրեր։ Անգամ որ կմակրե, գեշանի կմակրե։ Եվ ինչու է որ գաբեցի այս Սամոսը, 103-րդ Սամոսը այս շաբթվան հետ, որտեղ այս Սամոսը մեզ պիտի գանի ճիշտ այնտեղ փոխփոթա, այնտեղ խաչելության բամում տեսնելու Քրիստոսը ով է որ կխաչվի ինձի համար, համբերադարը, բարեկուտը, ողորմածը, կտարածը, ան կխաչվի ինձի համար, որ միշտ չէ որ հիշե, չի մեղադրեր զիս, հավիտենապես ող չէ որ կպահե, անոր հետ է, որ ես կպատրաստվիմ իմ ճամփորդությունս, իր հետ ելնելու բարձրանալու փոխփոթա, մտքիս մեջ միշտ ունենալով, եւ adorամար արիթոմը Դավիթ պիտի ասե, ես գնախնդրեմ Աստծո ցերկ լինալ, քան թե մարդու, որտեղ Աստված ողորմած է, մարդը ողորմած չէ, որտեղ մարդը ըստինքյան ողորմած չէ, որ ողորմի, մարդը որտեղ ըստինքյան ներելու կարողություն, զորությունը, հեղինակությունը չունի, որ ները, բայց ցավոք սրտի, եւ որ ես կգամ եւ կխոստովանի մեղքերս եւ ներում կխնդրեմ, դու գուտաս այնպես մը, որ քեզ մեր փամդվածի պես, բայց արդեն դու չունիս որ ինձ դաս։ Քեզի դրված են բաժին մնե որ ինձ դաս։ Եվ որ քեզ մեր ներում կխնդրեմ եւ դու զիս կներես, այնպես չէ որ քեզ կներեմը դու է որ կներես զիս։ Այլ որտեղ Աստված քեզ ներած է քու մեղքերուդ համար, այդ ներում են բաժին մնե որ դու դաս ինձ։ Որտեղ միայն ներելու իշխանությունը Աստված ինք ունի։ Որովհետեւ մարդիկ նաեւ գիտնան, որ մարդու որդին նաեւ իշխանություն ունի մեղքեր ներելու։ Ահավասիկ այնադեն գսեմ ցեզի, քու մեղքեր ներված են, եւ որ խոսեցավ անդամալուց։ Հետևաբար այսպիսին է, որ հստակ լա մեր մտքերում մեջ, երբ որ մեր աղոթքը կբարձրացնենք, եւ մեր խնդրանքները կներկայացնենք, մեր մեղքերն է որ խոստովանենք, ունենանք այս հասկացողությունը, թե բոլոր հետ է, որ մենք խոսենք ողորմած, բարեկուտ, համբերադար, կտարած, որ չի մեղադրել մինչև վերջ, հավիտենապես ող չի բայեր, մեր մեղքերուն համեմատ չի պատճել մեզ, մեր անօրենություններուն համեմատ չի հադուցաներ, որ գնշա եթե մեր ըրածին համապատասխանն է, ոչ ոք կնար տարանալ։ Անորամար ներսես շնալի հայրաբետը, իր աղոտքի մեջ կխնդրե, արդարության մի թադեր մեզ, այլ կտության կավեր մեր մեղքեր։ Որտեղ եթե արդարորեն թադես, ոչ ոք կնա բրգել։ Ոչ ոք կարենա ասել, որ
ես արդարացած եմ։ Այդ Աստծո ողորմությունն է։ Որտեղ Աստված շուրջես սագորին գսե, չգայիս մեկ հոգի արդար, որտեղի դարենա արդարանա Աստծո առաջ։ Ուրեմն մեր արդարացումը գուկա ոչ թե մեր մեղքին իբրև հատուցումը, այլ գուկա իր գոմե ծրի շնորհք, որ ադկա ուրիշ բան չէ, ոչ իր ողորմությունը։ Անորամարան մեր մեղքերուն ամենամատ չէ, որ բաց չէ, մեր անօրենություններուն համար չէ, որ գադուց է, այլ որքան երկինքը բարձր է երկրեն, այնքան մեծ է իր հոգածությունը իր մե ագնացողներունը։ Ուրեմն հերավորությունը, տարբերությունը, զանազանությունը պատկերացումն է երկինքի բարձրության եւ երկրին, այլչափ նաև Աստծո հոգածությունը իր մե ագնացողներուն վրա։ Եվ հետաքրքրական փառմն է կամ նախատասությունն է, որ այս Սամոսին 3 անգամ կգրտնվի իր մե ագնացողներուն, իր մե ագնացողներուն եւ վերջավորության իր մե ագնացողներուն անտեղ 3 անգամ կգրտնվի, որ կնշանակե իր այս համբերադարությունը, իր այս հոգածությունը այսպես ճիշտ է, ծրի է, շնորհք է, բայց այսպես փողոցները թափված չեն։ Այդպես չեն։ Անոնց, որոնք իր մե ագնացողներն են, ագնացանք նաև կնշանակե երկյուղածություն ունեցող, երկյուղ ունեցող, եւ երկյուղ քրապալ լեզվի մեջ կնշանակե ոչ թե ահուսարսափ, այլ կնշանակե մեծարանքի, հարկանքի, հասկացողությամբ, որ իր դերը գիտեմ, իմացել եմ, հասկացել եմ, որ ինչն է իր դերը, ուր է իր դերը եւ ինչպիսին է իր դերը։ Ոչ թե բարձրապես ահութողի վիճակն է, որուն համար 34-րդ Սամոսը գուքա եւ ուրիշ Դավիթ ասելով գուզեք ցեզի սորվեցնեմ ինչ կնշանակե Աստուծո երկյուղ ունենալ, Աստուծո բախնալ, ինչ որ մեզի նաեւ արագած քիրքը կսորվեցնե, իմաստության սկիզբը դիրոջ երկյուղն է գսե, դիրոջ վախն է, բայց այդ դիրոջ վախ հասկացողությունը 34-րդ Սամոսը բացատրել Դավիթ, որ ցեզի սորվեցնեմ գսե ինչ է դիրոջ վախը, դիրոջ վախ կնշանակե գսե հերու գեցիր, չարեն, չարիքեն եւ չարակորձութենեն։ Գնշակը Աստծո երկյուղ ունեցիր, ես հերու գեցիր, չարեն, չարիքեն, չարութենեն։ Այնադեն 34 Սամոսի շարունակությունը գսե, այնադեն գսե քու կյանքը պիտի երկարի։ Եվ ինչի մեջ պիտի երկարի, 80 տարեկանի 50, 50 տարեկանի 70, այդ կյանքը պիտի երկարի, գնաչա հավիտենական կյանքի շարունակությունը պիտի ունենաս։ Երբ որ Աստծո երկյուղ ունենաս, այլ խոսքով երբ որ չարիքեն հերու գնաս, երբ որ գնշակեն մեղքի հերու գնաս, եւ հետաբար այս բոլորը իր կթարատությունը, իր հոգածությունը գծուցապեր է բոլոր անոնց, որոնք իր մե ագնացողներն են։ Եվ հետո շարունակի է, որքան հերույի արևելք արևմուտքեն, այնքան մեզ մե հերացուց մեր հանցանքները, ինչպես հայրը կկուրկուրա իր զավակներուն, այնպես ալ Տերը կկուրկուրա իր մե ագնացողներուն վրա երկրորդ անգամ լալու։ Ուրեմն իր հոգածությունը ագնացողներուն եւ հետո այդ հոգածությունը իբրև հայր է որ կներկայացնե, ինչպես հայրը կկուրկուրա, այնպես ալ Տերը Աստված կկուրկուրա իր մե ագնացողներուն վրա։ Այնպես Տերը կկուրկուրա, որտեղ ինք լավ գիտե մեր գազբվածքը եւ չի մոռնալ որոնողերը են։ Արդարե մարդուս կյանքը խոդի նման է, կձագի այնպես ինչպես վայրի ծաղիկը։ Երբ խորշագանով վրա կփչե գլթաթրի գոյություն ունենալ է, անոր դերից չես գիտեր, սակայն Տիրոջ հոգածությունը անվախճան է։ Մարդուս կյանքը սահմանափակ է, բայց Աստծո կտությունը, Աստծո ողորմությունը անսահման։ Անոր արդարությունը մշտական իր մե ագնացողներուն վրա։ Հոգածություն, հայրական կուրկուրանք եւ նաեւ արդարություն մշտական իր մե ագնացողներուն վրա։
Եվ ովքեր են իր միակնածողները, անոնց, որոնք իր ուխտին հավատարիմ են եւ չեն մոռնար գործադրել իր հրահանգները։ Ովքեր են ակնածողները, ուխտին հավատարիմ հրահանգները գործադրող։ Ասոնց նկատմամբ իր հոգացությունը, հոգատարությունը, հայրական կուրկուրանքը դեր իր կահը երկնքի մեջ հաստատեց, իր թագավորությունը ամենու վրա դարածեց, օրդապանեցեք Տերով հրեշտակներ, անոր հրամանները լսող գործադրող հզորեակներ, օրդապանեցեք Տերը դուք, որ անոր բանակնեք, անոր գամքը կատարող պաշտոնյաները, դարձյալ ոգելեն էակներու մասին է, օրդապանեցեք Տերը դուք բոլորը ստեղծվածներ, որտեղ անոր դերությունը ամենուրեք կդարածվի, օրդապանե Տերը ով իմ անձս։ Եվ այս վերջին բաժինը գոչ գուղե չսեմ, բայց նաև գուզեմ մասնագից դառնալ, արդեն առանց իրսելուն ոգեղեն էակները ըստ Եսայի մարգարեի տեսքին անդադար գործապանեն դերը եւ մնայուն ինչ կնեն սուրբ դերսորությանց այդ գողության գործապանության երբն է որ կերք այսպես Դավիթ այնպես չներ հիշեցում որ այսպես տրեք այն է մասնագից դառնալու որովհետեւ ավարտին նախատասությունը վերևստած գգրտնե ըստ Ռոման օրտնապանե դերը ով իմանցս այն օրդություններով որ արդեն իսկ ոգեղեն էակները աստուծո պաշտոնյաները հզոր էակները որտեղ անոնք հզոր էակներ են համեմատած մարգարարածին ոգեղեն էակները հրեշտակներն ու հրեշտակապետերը այնպես ինչպես իրենք հագարակ իրենց հզոր էակները լանուն Աստծո սուրբ անունն է որ գործնապանեն անոր հրամանները գործադրողներն են Աստծո անունը որ գործնապանեն նաև ով իմանցս անոնց հետ միասին դերը օրնապանես եւ ինչ ասես շնորհակալություն հայտնես իր դված բոլոր բարիքներուն համար եւ որ բարիքներն են մեր հոգիներու հրդության մեր մեղքերու կավության եւ թողության եւ այդ բարիքները ինչով ցույց տվավ աշխարհ դրգելով իր միածին որդին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը որում բادرակումով որում խաչելությամբ եկավ ցույց տալու ինչը Աստուծո անսահման սերը որ Աստված այնքան սիրեց ոչ թե պիտի սիրե ոչ թե կմտածես սիրելու այլ Աստված այնքան սիրեց արդեն աշխարհը մարդկությունը որ միջև իսկ իր միածին որդին տվավ որովհետեւ ով որ անոր հավատա չգործվի ապա հավիտենական կյանք ունենա եւ առաքյալը հիշեցնե Հովհաննես սիրենք Աստված այնպես ինչպես ինք մեզ սիրեց աշխարհ դրգելով իր միածին որդին նույն սիրով մենք Աստված սիրենք եւ ինչ որ հայտնություն Հովհաննես քրքի մեջ հիշեցնե ասե կարծիր քո առաջկա սիրույթ որտեղ հերացել ես այդ սերդ եթե սերներ հերացել ենք այդ սերեն վերադառնանք առաջին սիրուն եթե դակամին չենք սկսած սիրել նույն սիրով այս շաբաթը լավագույն շաբաթն է անդրադառնալու նայելու խաչին եւ տեսնելու այդ խաչին մեջ Աստծո սերը որ նամա Քրիստոս կսե ճշմարիտ սերը այն սերն է որ անձը իր կյանքը կուտա իր նմանի համար եթե չունենք դակավին լավագույն շաբաթն է այս շաբաթը Աստծո առաջ ձուլի քալու եւ խնդրելու սիրո փողուր ու սիրո գրագդ թափե մեր ներսիտին որովհետեւ մաքրե մեզ բոլոր տեսակի անօրենություններն աղդերեն մեզ սրբե մաքրե քու միազնիտ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի թանկագին արի նովը որ թափեց այդ խաչապատի վրա մեր մեղքերու կամության եւ տողության համար ավակ շաբաթը թողորտությունը դա ավակ շաբաթը իրապես զղջումի ապաշխարության արիտ կլա վերադառնալու իրավ իրեն Հիսուս Քրիստոսին որովհետեւ իր հետ նաեւ ժառանգորդները դառնան հավիտենական կյանքին Auto.
ով ետնավորայր կտությամբ ողորմությամբ սիրովդ եւ հոգածությամբ նայիր մեզ մեր յուրաքանչյուրին ները քավեր մեր մեղքերը գիտակցաբար անգիտակցաբար գամա թե ագամա մտածումով խոսքով կամ տոկորձով ողորմությամբ եւ կտությամբ նայիր յուրաքանչյուրիս եւ դու մեզի շնորհք արիթ այս շաբթվա մեջ զղջումի եւ ապաշխարության վերադառնալու քեզի վայրելու քո անսահման սերդ եւ այդ քո սիրովդ նաեւ քեզ սիրելու ավեցու մեր մեջ այդ հավատք այդ հույսը ու մանավանդ այդ սերը որ նաեւ մենք կարողանանք սիրել մեր նմանը եւ այդ սերը նաեւ կարողանանք բաշխել մեր շրջապատին ինչ որ այսօր այդ սիրո բագասն է որ դերի կունենա պատերազմ դերի կունենա թշնամություն դերի կունենա ադելություն նախանց կռիվ սպանություն Բահավան ամենայնի Քրիստոս աչքով հովանի պիցի դերամեր իդեվե եւ իքիշերի ինստիլ իդանի կնալի ճանապար ինընչեր եւ իարնել զին երբեք սասանեց այց եւ ողորմիա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս Amen. Amen. Ավակ շաբաթ օրդությունը լացեզի մեկ երկրորդ հիշեցում որ մեր հաջորդ սերդողությունը դրվեր սկսին մայիսի 4-ին աղոտի երեգոյով որև հաջորդ երկու շաբթի Աստծո գամոք խումբով կմեկնի Իտալիա ուխտագնացության մինչև ամսու 19 վերակառնանք 19-20 թվականներուն մեկ շաբաթ կմնա ապրիլին անդալ արձակուրդ կունենանք մայիսի 4-ին առաջ Աստված կտեսնվի Աստված ձեզ հետ բարիով դիմավորեցներ Քրիստոսի հրաշապար հարության օրը Աստված ձեզ հետ բարի գիշեր